Հայաստանի մեջ այսօր գազմագերբված է խաղաղության խաչմերուկ զարգացնելով դարաշրջանային հաղորդակցությունները եւ համագործակցությունը խորակիրով միջազգային համաժողովը։ Հիմնական ելույթով հանդես կգա Հայաստանի վարչապետը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հռչակագրի ստորագրությամբ հարավային Կովկասը կմտնի փոխակերպման կարևոր շրջան։ Հայաստան կվերանայի իր դարաշրջանային թերը որպես արևդուրի երկխոսության եւ զարգացման հանդիպման կետ, իսկ վերջին ճիվանագիտական չանքերը ներառյալ Վաշինգտոնի համաձայնությունները եւ առաջարկվող թրիպ ուղին մեծ հնարավորություններ կստեղծեն գաբերու երկխոսության նշված է համաժողովի վերաբերյալ դարածված հայտարարության մեջ։ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան պաշտոնական այցելությամբ Վրաստան կգտնվի։ Հայաստանի արտաքին գործոստնախարարության փոխանցմամբ այսօր սկսած է Միրզոյանի հանդիպումը Վրաստանի արտաքին գործոստնախարար Մագա Բոջորիշվիլիի հետ հանդիպան կհաջորդեն մամլու համար հայտարարություններ։ Հայաստանի արտաքին գործոստնախարարը նաև պիտի ունենա այլ բարձրաստիճան հանդիպումներ։ Երեք Վրաստանի արտաքին գործոստնախարարությունը նույնպես տեղեկացուցած էր Միրզոյանի այցելության մասին, նշելով, որ պիտի քննարկվին ռազմավարական գործընկերության եւ դարաշրջանային գործակցության հարցեր։ Արարատ Միրզոյան պիտի հանդիպի Վրաստանի նախագահ Միխայել Ղավելաշվիլի, վարչապետ Իրակլի Քոբախիձեի եւ խորհրդարանի նախագահ Շալվա Բաբուաշվիլիի հետ։ Հայաստանի արտաքին գործոստնախարարը նաև Զարգեբսակ պիտի զետեղե Վրաստանի միասնության համար զոհված հերոսներու հուշարձանին, ըսված է հաղորդակցության մեջ։ Հայաստանի արտարադատության նախարարությունը նախանշած է Հայաստան Եվրամիություն մուտքի արտոնակրելու ազատականացման գործողություններու ծրագիրեն փոխող անելիքները։ Խորհրդակցության նախարար Սրբուի Գալյանի համագարկմամբ առանձնացված են հստակ գործողություններ, ժամկետներ եւ պատասխանատուներ առաջընթաց ապահովելու համար։ Քննարկված են նաև զարգացման գործընկերներու եւ միջազգային գազམ་ագերբություններու հետ համատեղ իրականացվող ծրագիրներն ու նոր նախաձեռնությունները։ Մագի 80-րդ նստաշրջանի լիակումար նիստին Մագի մեջ մշտական ներկայացուցիչ Բարույր Հովհաննիսյան շնորհակալություն հայտնած է տնտեսական եւ ընկերային խորհրդի 2025 թվականի նստաշրջանի նախագահին իր արդյունավետ ղեկավարման եւ այս աննախադեպ դարվա մեջ աշխատանքային հավակնոտ ծրագիրով խորհուրդը ղեկավարելու համար։ Դեսպան Հովհաննիսյան ընդգծած է, որ ստանցնելով տնտեսական եւ ընկերային խորհրդի բյուրոյի մեջ իր բարդավորությունները Հայաստան կվերահաստատի իր հանձնառությունը տնտեսական եւ ընկերային խորհրդին որպես Մագի համագարկի հենասյուն, որը անփոխարինելի է 2030 օրագարկի հարաճխաղացման։ Մեր համատեղ գործողություններու ամբրամտման եւ ի հայտ եկող մարտահրավերներու նկատմամբ բազմակողմ համագարկի ջգունության ապահովության եւ արձագանքման համար։ Ամերիկայի մեջ Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյան հանդիպում ունեցած է United Airlines-ի միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Չայտան Ջեյնի հետ։ Այս մասին գայտնեն դեսպանադունեն կողմերը քննարկած են Լոս Անջելես-Երևան ուղղությամբ ուղիղ թռիչքներու հնարավորությունը։ Դեսպան Մկրտչյան ընդգծած է ուղիղ թռիչքի կարևորությունը Հայաստանի համար հաշվի առնելով հայ սփյուռքի սկալի ներկայությունը հատկապես Լոս Անջելեսի մեջ։ Միաժամանակ Չայտան Ջեյն ներկայացուցած է United Airlines-ի ռազմավարական առաջնահերթությունները, ոլորտի վերջին միտումները եւ պայմանները։ Ավելի գանուղ այս հարցը դեսպանը քննարկած էր նաև Ամերիկայի խոշորագույն Delta Airlines ընկերության փոխնախագահ Բոբ Լետենեի եւ միջազգային գաբերու եւ քաղաքականության գիծով տնօրեն Ֆրոնկ Ադեբիի հետ։ Գերմանիա վարչապետ Ֆրեդերիխ Մերց կոչրած է ուկրաինացի երիտասարդ տղամարդոց ծառայել հայրենիքի մեջ, այլ ոչ թե մեկնել Գերմանիա։ Այս հայտարարությունը անրած է 5 շաբթի Բերլինի մեջ Գերմանիա արևդրային ժողովի ելույթի ադեն։ Ես խնդրեցի Ուկրաինայ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հոգ տանել այդ մասին, ըսած է Մերց անոր խոսքով երիտասարդ ուկրաինացի տղամարդիկ պետք են Ուկրաինայ մեջ։ Մերց նաև հաստատած է, որ Գերմանիա կառավարությունը ծրագրած է ուկրաինացի փախստականներու որոշակի խումբերը զրկել քաղաքացիական նպաստներեն։ Օգոստոս 28-ին ուժի մեջ մտած է Ուկրաինայ կառավարության որոշումը, որը թույլ կտա 18-ին 22 տարեկան տղամարդոց լքել երկիրը ռազմական ընտրության ժամանակ։ Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուկրաինայով ֆինանսական գարիկները բավարարելու լավագույն միջոցը կհամարի ռուսական սարեցված հաշիվներեն վարգեր դրամատրելը։ Ան նաև հայտարարած է, որ Եվրամիությունը եւս 6 միլիարդ եվրո պիտի փոխանցի Կիևին։ Ատկե ավելի 4 միլիարդ եվրոն G8-ի կողմեն համաձայնեցված վարգի վերջին 10-րդ մասն է, իսկ մոտ 2 միլիարդ եվրոն պիտի դրամատրվի Ուկրաինայ վերագառուցման հիմնադրամեն։ Հյուսիսային Եվրոպայի եւ Բալտյան երկիրներ իրենց հերթին հայտարարած են Ուկրաինայ 500 միլիոն եվրո դրամատրելու մասին։ Օգնությունը պիտի ուղղվի հագաուտային պաշտպանության ապահովության եւ Ուկրաինայ ռազմական օդային ուժերուն աջակցության։
Սերբիո նախագահ Ալեքսանդր Վուչիչ հայտարարած է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կայացած 3 ժամվան հանդիպման ընթացքին քննարկած է Ուկրաինայի մեջ խաղաղության հասնելու հնարավորությունը, այլ ոչ թե զենքի կամ զինամթերքի մատակարարումները, այդ մասին կդեղեկացնե ՏԱՍՍ գործակալությունը։ Փարիզի մեջ կայացած բանակցություններն հետո անլրագրողներուն հայտնած է, որ զրույցը նվիրված եղած է ռազմավարական հարցերուն եւ ապակակայլերուն։ Սերբիո նախագահը նշած է, որ հանդիպման չեն քննարկված ռազմական մատակարարումները, մենք քննարկեցինք Ուկրաինայի մեջ ստեղծված իրադրությունը, մենք խոսեցանք խաղաղության եւ այն մասին, թե երբ եւ ինչպես կարելի է հասնել խաղաղության, եզրափակած է Վուչիչ։ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Վենս հայտարարած է, որ ոչ ինքը եւ ոչ ալ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն առայժմ չեն լիազորված Ամերիկայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու, սակայն ինք այդ մասին պիտի խոսի նախագահ Դոնալդ Թրամփին հետ 2026 թվականի միջանկյալ ընտրություններն հետո։ Այս մասին ան ըսած է Fox News-ին տված հարցազրույցի մեջ։ Ջեյ Վենս նշած է, որ այս պահուն կենտրոնացած է ներգայի վրա, եթե ամեն ինչ լավն են, քաղաքականությունը ինքը իր մասին պիտի հոգա, ուստի ես պարզապես պիտի կենտրոնանամ իմ աշխատանքիս վրա, հայտարարած է Վենս։ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքին մեջ հիմնանորոգության եւ բարեկարգման աշխատանքները կշարունակվին։ Ընթացքին հետևելու նպատակով Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարար Ժաննա Անդրեասյան հերթական այցելությունը կատարեց հուշահամալիր։ Նախարարը կարևոր նկատեց մասնակիցներուն հետևողական եւ պատասխանատու աշխատանքը, ընդգծելով ըստ անհրաժեշտության աշխատանքային խումբեր ընդգրկելու հնարավորությունը աշխատանքը առավելագույնս որակյալ եւ ժամկետներու պահպանմամբ իրականացնելու նպատակով։ Ցեզի հետեր Անի Զեյթունցյանը։